Ողջույն բարեկամներ, նախ շնորհակալ եմ հետևելու համար։ Ես այսօր ստացա բազմաթիվ ձեր սկրինշոթեր ուղարկացա այն մասերին, որ ինձ է վերաբերվում, այդ հայոյանքներին։ Ես էլ եմ տեսել դա, ես դրա մասին կանադառնամ ես հավաքման ամենավերջում, որովհետև ինքը եւ անձնական է, եւ քաղաքական է։ Ես չեմ ուզում հիմա հիմնական նորությունները թողել, ընկնել այս կարգի երկրորդական բանի մասին խոսել։ Եվ եթե մարդը չգիտի, ուղղակի սկզբից ինձ մեղադրում են, որ ես չափազանց շատ եմ խոսում բլոգի մասին, շատ եմ մտահոգված, իսկ իմ ընկերներով մտահոգված չեմ։ Դե հարց ու պատասխան տակը վերջում հեղինակը որին հետո կասեմ, դրա որ երկուսս էլ ես էլ Վարդան Ղուկասյանն էլ։ Ինչ որ մի բանի տղա ենք, բառացի գրել է ու նաև գործական։ Պատկերացնում եք իմ արձագանքը հիմա։ Բայց ես ուզում եմ հաղորդման վերջում այս մասին խոսալ, անուն ազգանունով ոչ մի բան թարգուն չի, դուք էլ կարող եք նաև պաուզան տվեք, տեսեք ում մասին է խոսքը։ Այսօրվա հիմնական նորությունները մասնենք հələ մի հատ։ Այսօր այս տխմարակույտը գնացել էր բան, Վրաստան, ու ոչ ավել ոչ պակաս ինքնաթիռով։ Մի բան էլ ասեմ, էլի մեկ-մեկ ինձ որ գրում եք ախր բանը մեկ-մեկ կոպիտ են, բան սրանց չի կարելի այդքան վիրավորել ժողովուրդ։ Սեյական մարդասպանների որակին, ոհմակին դուք adekvat բառ գիտեք, որ ինքը նորմատիվային բառարանի մեջ է։ Ես հələ նորմատիվային բառարանների մեջ եմ ասում, հա, տերմինոլոգիայի մեջ է, ամբողջ նորմատիվային, ասենք սրանց ուրիշ ոնց կարելի ասել։ Հələ սրանց դեմքերին նայեք, էլ այս պարտված, այս ոչնչություններին նայեք, այս վախեցած դեմքերով, սրանք օթանավով կառավարական 2 ժամ ճանապարհ ստեղից մեքենայով։ Այս ստեղից չելի նկատում եմ Երևանից Թիֆլիս։ Այն էլ իրենց համար 2 ժամ, որ կամերանայի տակ չկա, չեն կանոնում։ Մի խոսքով, բայց իր ոհմակը պետքա կառավարական բանով գնար, ինքնաթիռով գնար։ Ինչ որ է, գնացին հերթական անգամ պարտությունը կերան ու հետ եկան։ Այս սրանք պարտության ու խայտարակության սիմվոլ են, իրանք մանմնացում են դրա։ Ու եթե դուք նայել եք, սրանց դեմքին նայողներին, ուրիշ բան չի ներշնչում, սրանց դեմքի արտահայտությունը, սրանց ներկայությունը, մարդատիպը դուք մի հատ նայեք, հələ դուք մի հատ նայեք, ասենք սան տեսեք էլի։ Սա պաշտպանության նախարարն է։ Ինքը ասում է սա այն գործառույթը չի։ Պապիկյանը պատմում է բանակում թոքաբոլբի հետևանքով մահացած զինծառայողի առողջական վիճակի հարցերով պատշաճ չժբաղվելու մասին է տված հարցը, դու սա վիճակը նայեք, ասում է, այդ իմ գործառույթը չի։ Իր գործառույթը չէր պարզաբանել, ինչպես 15 զինվորները սպանվեցին, վառվեցին կամ վառվեցին հետո սպանվեցին։ Դա իր գործառույթը չէր, նույնիսկ դեպքի վրա չգնաց։ Թոքաբոլբով բանակում բանա մահանում, զինվոր մահանում, դա իր գործը չի։ Ժողովուրդ ջան, այս որակով մարդը, երբ որ պետության ղեկինը ինքը բերում է այդ որակի հետևանքներ, սրանք կարող են միայն մահ ու կործանում ապահովել։ Ցանկացած հիմնարկ կլինի, բան կլինի, երկիր կլինի, կոլեկտիվ կլինի, համակարգ կլինի, դուք հասկանում եք, որ իրանք ասոցացվում են, ոչ թե միայն ասոցացվում, իրանք այդպեսին են, այսինքն իրանց մտավոր, հոգևոր, այս բոլոր հնարավորությունները տանում է դեպի մինուս, դեպի կործանում։ Ինչեւ սա նորից շեշտում, որովհետև հեսանտրություններ է Գյումրիում։ Դա մասին իհարկե խոսալու ենք, բայց սրանց նայեք, սրանց ոնց կարելի է ընտրել ու սրանց հավատալ։ Սրանք իրենց ամբողջությամբ, ասում եմ, գնացել էին, հասել էին Վրաստան, որ 6-ով 1 պարտվեին, ու որ դեմքների նայում ես, ո՞նց ասեմ, այս սրանց երկիր ուրիշ ձև չէր կարելի լինել։ Հենց նայեք Վրաստանի վարչապետի, ես ոչ թե իրան գովալու եմ, ուղղակի բան, նկարագիր, հանգիստ ժեստիկուլյացիայի մեջ, ազատ, հա, հագուստի մեջ, ազատ, ինքը ազատ։ Ինքը ես չեմ ասում ինքը դեմոկրատ է կամ ղեկավար է, դրանք մասնագիտական հարցեր են, որ ես այնտեղ չեմ մտնում, Վրաստանը իմ խնդիրը չի։ Բայց այս մահաբերներին նայեք ու հետևի կանգնած մահաբերներին նայեք։ Այս դեմքով մարդիկ ուրիշ բան չէին կարող անել։ Մենք սրանց շատ դուրս պետք է վերաբերվենք։ Արխիվում ընտրությունները։ Եթե չենք ուզում ապստամբենք,